Բայրեր Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար։ Արդար է ձեզ նման մարդկանց կալանավորել։ Իհարկե ոչ։ Եկեղեցուն կպնել չի կարելի, ոչ մեկը իրավունք չունի։ Պատմության մեջ նման բան չի եղել։ Որ երկրի ղեկավարը եկեղեցուն կպնի կամ եկեղեցով զբաղվի կամ եկեղեցուն թելադրի։ Չի ել եկեղեցուն թելադրող։ Եկեղեցուն թելադրում է Աստված։ Ճիշտ չէ, բայց իրանք իրենց ձևա ճիշտ են համարում, իրանք ուզածին հասնում։ Ոչ։ Չպետք է կալանավորեն իլ։ Ղեկ կալանավոր։ Ինչ համար կալանավոր։ Ինչ արել նա։ Որ դուրս է եկե փողոց ասելա Փաշինյանը չեք ուզում ղեկավար։ Ահա եկեղեցուն է պաշտպանել։ Ով է եկեղեցու պաշտպանել։ Սամվել Կարապետյանը։ Դու մենակ եկեղեցու չպաշտպանել, ժողովրդին է պաշտպանել։ Եկեղեցի ժողովրդինն է, ոչ թե մի անհատ մարդու։ Մի բան էլ ասեմ, թուրքը ինչ գործ ունի, որ մեր երկրում եկեղեցական բան եկեղեցում տեր փոխի։ Ոչ, իհարկե ոչ, ամեն հայի պարտքն է եկեղեցին պաշտպանելը։ Գոնե խոսքով, եթե ոչ գործով։ Ոչ, իհարկե, որ Սամվել Կարապետյանն էլ է շատ ժողովրդի համար օգնել, շատ է օգնել։ Շատ, ես լսելով, թեկուզ էլ իրան չեմ ճանաչում, բայց լսել եմ, որ ինքը բարեգործող մարդ է, ինքը շատ է մարդկանց օգնել։ Չի կարելի, չի կարելի։ Եկեղեցի մեր սրբությունն է։ Մենք եկեղեցու դարեր շարունակ որդվից էլ սկսած քրիստոնյա ազգ է, առաջի պետությունն է։ Չի կարելի, թե մարդու, որը ասինքն ինքը բան է պարում էլի։ Եկեղեցի եթե պահում եք, պաշտպանում, ինքը շատ չունի այդ մոմենտին։ Այդ մոմենտը ինքը շատ չի իրականացրել։ Չէ, դա արդեն արդար չի։ Ինձ էդի արդար չի։ Դե ինք ուզում ա վեր էդ եկեղեցին մնա, խե պետք է ասեք իրան ձեփակալեն, ինչի էդի։